Հարգելի երևանցիներ, հարգելի հայրենակիցներ, Երևան քաղաքի ավականում Հայ Հայաստան խմբակցության հրավերով տեղի ունենում հանրային քննարկում։ Հանրային քննարկման օրակարգում օրինակում նախապես հայտնի է, որովհետև թե ինչ նպատակում մեր հրավիրած հանրային քննարկումը։ Հանրային քննարկումը նվիրված է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Արարատ 73-ի գլխավոր մարզիչ և առացորեն վերջերս կյանքից հեռացած Նիկիտա Սիմոնյանի հիշատակ դարձնելու առումով նրա անունով Երևանում փողոց անվանակոչելու այդ նախաձեռնությանը նվիրված ողջունում ենք բոլոր ներկաներին, շնորհակալություն ենք հայտնում հրավերին արձագանքելու համար։ Առաջին ուզում եմ ողջունել Հայաստանի օլիմպիական կոմիտեին, իդեմս պարոն Սարգսյանի և էսպահին իդեմս պարոն Լեոնիդ Գաբրելյանի։ Ողջունում ենք, շնորհակալ ենք, որ արձագանքեցիք մեր հրավերին և օլիմպիական շարժումը, օլիմպիական ժառանգությունը շարունակում եք բարձր գնահատել։ Մեզ հետ է նաև Հանրապետության բոլոր ֆուտբոլասերների համար քաջ ծանոթ և տարիներ, տասնամյակներ շարունակ իր էներգետիկ և փրկոտ մեկնաբանություններով ֆուտբոլային աշխարհի մաս դարձած պարոն Սուրեն Պաղլեսյանը, ձեզ նույնպես առանձնահատուկ շնորհակալություն և ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ ընդգծել, որ պատիվ ունենք այսօր հյուրընկալելու նաև Ա73-ի լեգենդար արձակվող պարոն Էդուարդ Մարկարովին։ Ես ուզում եմ բոլորս Հարգելի գործընկերներ, ինչ անցնեսմյանը նաև Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության մեր գործընկերներից, որպեսզի հնարավորինս լայն վերահրատարակություն ապահովի միջոցառումը, ինչպես նաև մեզ հետ են Էջմիածնի ավականու մեր գործընկերները, իդեմս պարոն Խաչիկյանի և մեր կառույցի ղեկավար Արման Ստեփանյանի, Գյորգի Ղոնոհարությունյանն է այստեղ, շուտով մեզ կմիանա Դավիթ Բաղդազարյան։ Մենք փորձել ենք լայն հնարավորինս ներառում ունենալ, թեպետ ըստ մեզ սա այն հարցն է, որ տարակարծություն, տարընկալում, անհամաձայնություն պիտի չունենա, և այդ առումով անկախ յուրաքանչյուրիս քաղաքական, քաղաքացիական և այլ հայացքների մենք հրավերներ ենք ուղարկել տարբեր գերատեսչություններ, նաև Երևանի ավականու քաղաքացիական պայմանագրի խմբակցությանը։ Մենք այս բանը արձանագրում ենք, որ իրենք չեն արձագանքել մեր հրավերին։ Տեսեք, եթե որևէ մեկի անունով փորձում ենք անփողոց անվանակոչել, ով ինքը պահանջում է, որ այդ հարգարժան անձնավորության մահվանից անցած լինի 5 տարի, բայց բացառիկ դեպքերում հանրային քննարկման հիմքով կարելի է նաև այդ ժամկետից ավելի շուտ դա կազմակերպել, և այդ հանրային քննարկումը հենց այդ նպատակներ ունի։ Եվ մեր պետության և ոլորտի վերաբերմունքը ստանալու համար մենք հրավերներ ենք ուղարկել նաև կրթության և գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը և ֆուտբոլի ֆեդերացիային։ Ուրեմն, հիմա ես տեղեկացնեմ, որ կրթության և գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը պատասխան լրությունով հայտնել է, որ տեխնատու չունեն մասնակցելու, արձանագրում են, որ համապատասխան նախարարությունը հարկ չի համարում իր կարծիքը հնչեցնել, եթե վերապահում չունեք, պիտի գաք ասեք, իսկ եթե վերապահում ունեք, վատ չէ լինի, որ դա էլ ասեիք, թե ինչ վերապահում ունեք, բայց ակնհայտել որ չեմ կարող վերապահում ունենալ, և այս պարագայում այս լրությունը մեզ համար առնվազն տարակուսելի, անհասկանալի է, բայց ինչ առումով են հասկանալի, որովհետև Արարատ 73-ի հաղթանակները և Նիկիտա Սիմոնյանը շատ ասուսացում են խորհրդային ժամանակաշրջանի հետ, իսկ այսօրվա քաղաքական դուրսը տանում է այդ ամեն ինչը հնարավորինս անտեսելու և իբրև թե այլ ուղղություններ գնալու։ Այդ ուղղությամբ շատ չէ ես խոսեմ,
ոչ մեկի համար որ ոչինչ չեմ ասելու եւ ամենակարևորը մեր էսպայի առաջնային նպատակը Նիկիտա Սիմոնյանի հիշատակի հավերժացումն է, բայց ոչ պակաս մանիպուլատիվ եւ անհեթեթե ֆուտբոլ ֆեդերացիայի պատասխանը, այստեղ ես ուզում եմ պաշտոնապես հայտարարություն անել, որ ես ունեմ հիմնովի հասկացնել, որ իրենց քիչ անց հնչեցրելի պատասխանը ուղղված է հավանաբար իշխանությունների կողմից, միգուցե նաեւ շնչից, չգիտեմ կամ ոչ շնչից, որովհետեւ հանրայնքննարկման նախաձեռնությունը, կարողացումը, երբ որ մենք ունեցանք, կապվել ենք հեռախոսազանգի միջոցով ֆուտբոլ ֆեդերացիայի հետ, Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ եւ ներկայացնելով քիչը հարցներով ասում, իրենք պատրաստ են գալ եւ սապարել այս գաղափարին։ Դիցենները նաեւ այսպես նեղացած զայացազորի ինչ հարց է տալի, ոնց պարապեն այդ մարդու հետ կապված ինչ-որ մեկը վերապահում ունենա։ Իհարկե, ողջունելիա մենք կգանք մասնակցենք, բայց երբ որ դերություն ուղարկում ենք եւ սպասում ենք պատասխանի, տեսեք իրենց կողմից ինչ պատասխան է եկել։ Ինչ վերաբերում է Նիկիտա Սիմոնյանի անունով Երևանում փողոց անվանակոչելուն, ապա ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ այժմ Երևանի ոչ մի փողոց չի անվանակոչվել հայկական ֆուտբոլում, իրենց գործունեությունը ծավալած հայ ֆուտբոլիստներից որևիցե մեկի անունով, այդտեղ թվարկումներ են գնում, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Երևանում փողոցներ չեն անվանակոչվել անգամ օլիմպիական խաղերի չեմպիոնների դեպքում։ Այս իրավիճակը հաշվառելով առաջարկում ենք քննարկել հրապարակել այն շահփորձիչները, որոնք պարտադիր են Երևանի փողոցները մարզական աշխարհի կառուցիչների անուններով անվանակոչելու համար։ Ուրեմն այլ բան պատասխանատվությունից խուսափել եւ տարբեր վաստակաշատ մարզիկների անունների քրթե միմյանց հակադրելով հիմնավորել իրենց անգործությունը, դա մեր համար դատապարտել է, դա մեր համար անընդունելի է, դա խոսում է մասին, որ ոնց որ մեր օրերում մեր ֆուտբոլները անօթարի ու անպարտավոր իրավիճակում, այս հայտարարած պարտությունները որ կան, նույն ձևեր իրենք վերաբերում են մեր ֆուտբոլային ժառանգությանը հայ ազգին հպարտություն պարգևած անձանց վերաբերյալ։ Գիտեք, յուրաքանչյուրը ազատ է ըստ իր նախասիրության եւ տեսակետների ներկայացնել այդ նախաձեռնությունը եւ Նիկիտա Սիմոնյանի անունով փողոցի անվանակոչումը ոչ մի կերպ չի խանգարում ոչ մեկին, հետեւուց մեր ֆուտբոլի ֆեդերացիային այդ ֆուտբոլիստների անուններով փողոցների անվանակոչման հենց նախաձեռնություն ցուցաբերել կամ չգիտեմ այլ կառույցներ, այնպես որ եթե ինչ-որ մի բան չկա, ինչ-որ մեկից պետք է սկսել դա։ Հիմա մենք այդ մեկնարկն ենք անում եւ այդտեղ մեզ համար կարակուսելի եւ անընդունելի է այս նման մոտեցումը։ Բայց այս կարճ նախաբանից անցնենք մեր բուն բովանդակությանը, շատ պարտավորեցնող է, շատ պարտավոր է մեզ համար եւ հաստատավարյալությունը եւ ժամանակակիցները պատմում են, որ Արարատ 73-ը, անշուշտ 70-ականների Արարատը ոչ թե 73-ը, որպես դա ոսկե դուդլի տարի է հիշվում, բայց 70-ականներին առհասարակ, բայց 73-ին հատկապես Արարատ 73-ը եղել է մեր ազգի հպարտության, մեր ազգի ոգեղենության, մեր ազգի ինքնագիտակցության, ազգային ինքնագիտակցության բարձրացման առաջատար քաշող օղակը։ Տիգրան Պետրոսյանի հաղթանակին զուգահեռ մեկ էլ Արարատի հաղթանակն է, որ ազգի նման սուտություն է պայքարել, որ պարգևել է, որ սովետական իրողություններում հայկական ինչ-որ մի թիմ, ինչ-որ մի տիտղոս կարողացել է մեր ազգի պատիվը բարձր պահել։ Արարատ 73-ի ֆենոմենը հետաքրքրական էր նաև նրանով, որ ինքը նաև շատ դերանական էր, ասենք օրինակ չգիտեմ Զանազանյանը, ասենք Հունաստանի Աթենքից ծագումով մարդ էր։ Անդրեասյանը եւ պարոն Մակարովը Բաքվի հետ շատ առնչություն էին սկզբնական շրջանում եւ պարոն Մակարով ուզում առանձնահատուկ շեշտել, որ չկարծեք թե ավելի երիտասարդ սերունդը այդ ծալքերը չգիտի։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ անգամ Բաքվի ներքից Երևանի Արարատ տեղափոխությունը հեշտ չի եղել։ Անգամ այդ սովետական այդ երկաթյա մահակի ժամանակներում, որ եթե պիտի ազգամիջյան որևիցե բան չլիներ, որոշակի դժվարություններով, ինչ-որ կոնսպիրոլոգիայով, ինչ-որ մի պահի հրաշքով դուք հայտնվել եք Երևանի Արարատում։ Երևանի Արարատում էր նաև ծագումով Մալական Բոնդարենկոն, ուկրաինական ծագումով ներություն Կովանենկոն, ուկրաինական ծագումով Բոնդարենկոն, Արազը Հարցուկեյանը չսպալվում մեծավոր արվիցեր, Լիբանանից էր,
Այսինքն ինքը մի համահավաք, հա, այսպես հայկական ներուժը համախմբելու եւ Նիկիտա Սիմոնյանը այդ ամենի ծագումով, հա, վրացական միջավայրիցներով, բայց Հայաստանը ձգում էր, կանչում էր, որ դրսի հայերը մենակ հայկական իրականության մեջ կարող էին համախմբված նման հպարտություն պարգևել հայ ազգին եւ չգիտեմ, մեր օրերում քանի թիմ կամ քանի պատվիրակություն կարող է այնպիսի մարզական նվաճում ունենալ, որ օդանավականից մինչև Երևան ժողովուրդը դուրս գա եւ օվացիաներով նրանց ընդունում։ Այդ փաստերը կան եւ այդ տեսանյութերը, այդ նկարները պետք է պարբերաբար շատ տեղերում, շատ հեռուստաալիքներով բարձրացնել եւ նաեւ անձամբ ինձ համար է շատ զգայուն թեմա, որովհետեւ Սաուդի հայրենի ֆանատներ անգամ կոնկրետ խաղերով գիտեր, թե ասենք Երևան Արարատ Հայրաքաղի ժամանակ գոլոպերի մետրոներից որ նախցել ինստիտուտից, ցավոն պերսոնալեստ չի, բայց ֆուտբոլային ժառանգության կարող ենք բոլորս եւ այդ հաղթանակը, այդ բերկրանքը միշտ պետք է արժևորել եւ գնահատել։ Եվ այդտեղ պարոն Սիմոնյանը, որպես Արարատի էվոլյուցիայի ոսկե գագաթի գրող, նրա դերը, նրա հիշատակը, նրա վաստակը անուրանալի է, բոլորս գիտենք, որ վերջերս Մոսկվայում նշվել է նրա 99-րդ տարեդարձը, հույս ունենք, որ 100-ամյակը կդրանա, բայց ցավոք նրա պլանները մի քիչ ուրիշ էին։ Այդ առումով պարոն Մարգարոտ, մենք ձեզ խնդրում ու պահանջում ենք, որ միշտ սպորտային կամ մարզավիճակի մեջ լինեք, մենք շատ ուզում ենք, որ շատ մեր կողքին լինեք, շատ երկար, հարկ ու պատիվ ձեզ։ Հիմա ես շատ հակիրճ կներկայացնեմ Ավականու որոշման նախագիծը, կլսենք ձեր տեսակետները, որ պիտի մտնի Ավականու լիագումար նիստ, քննարկվի եւ հուսանք գոնե քննարկության ժամանակ որևիցե մեկը իրեն որևիցե վերապահում թույլ չի տա։ Ուրեմն Երևան քաղաքի Ավականու որոշման նախագիծ։ Երևան քաղաքի Ավականի որոշումը Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանքի փողոցն սկսվում է Արտենքի փողոցից, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց, անվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն, Արարատ 78-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվան, քաղաք Երևան, Նիկիտա Սիմոնյան փողոց։ Սույն որոշում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Արմորի քաղաքում, հայ ընտանիքում։ Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի լեգենդ է, ականավոր հարձակվող մարզիչ, սպորտային ֆունկցիոներ, դասել է ֆուտբոլ խաղալ Սուխումում, 46 թվականին տեղափոխվել է Մոսկվա ու դարձել է Սպարտակի խաղացող, հաջորդ 10 տարիների ընթացքում նա դարձել է շուրջ 160 գոլի հեղինակ։ Համավերով թիմի լավագույն ռմբարկում, ու եթե չեմ սխալվում, մինչ օրս Սպարտակի լավագույն ռմբարկումն է համարվում։ 3 անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն դիպուկահար, 4 անգամ երկրի չեմպիոն։ 56 թվականին Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ 58 թվականի աշխարհահռչություն նա թիմի ավագն է եւ խփել է առաջին գոլը հանրային հավաքականի դարպասին, հայկական ազգանունը բարձրացնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհում։ Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ, 62 թվականին դրա առաջնորդությամբ նախ Սպարտակն է դարձել չեմպիոն խորհրդային միության, իսկ Արարատը 73 թվականին ԽՍՀՄ գավաթակիր եւ չեմպիոն։ Իսկ 90-ական թվականներից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում եւ ՑՄԱՀ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն էր։ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է որպես ֆուտբոլի մարզիչ, պաշտոնյա, անհատ, իր անունը ոսկե տառերով բերելով հայկական եւ խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Ինքը ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2005 թվականի 2387 որոշման 16-րդ կետը առաջարկում է Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը անվանակոչել Նիկիտա Սիմոնյանի անունով եւ աշխարհելով վերաբերյալը ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 12-րդ կետի առաջին 23-րդ կետով Երևան քաղաքի ավականու քննարկումներ ներկայացվելու սույն որոշման նախագիծը Երևանի ավականու մայր Հայաստան տնտեսություն։ Այսքանը, եթե երկար տևեցին նախաբանը ներողություն խնդրում, այսքանը որպես նախաբան եւ
կխնդրենք, որ դուք ձեր խոսքը հակիրճ ներկայացնեք, որպեսզի մենք կարողանանք իմի բերել ամփոփել այդ տեսակետները հնչեցնել։ Խնդրեմ, պարոն Գաբրելյան։ Հայաստանի մենք պարտավոր ենք խոնարհվենք եւ մեծարենք այդ մարդկանց, որոնք հետք են թողել։ Ժողովուրդ ջան, գիտեք ինչ, ավելին ես իջված զգացի, երբ որ դուք կարծացիք այն 4 նախարարության պատասխանը, որոնք պետք է մեր զավակներից սովորացնեն, գիտելիք տան, մշակույթ իրենց երեխեքի մոտ զարգացնեն, այսպիսի պատասխանը չի համապատասխանում հայկական սպորտին եւ այն մարդկանց, որ մեծ հաջողություններով իրենց պատիվ են եղել Հայաստանում։ Կներեք ինձ, այսօր շատ մոտիկ մարդու կորուստներ ինձ համար իմ ինգերոջքիններ մացել եւ թաղումը թողնելով ես եկել եմ այստեղ համարելով, որ սա է կարևոր նշանակություն ունի եւ մեր օլիմպիական կոմիտեն ունի այսպիսի մի տրադիցիա, որը արդեն հիմնավորել են երկար տարիներ եւ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ մենք այսօր բոլոր օլիմպիական չեմպիոնները, որ մեզ հետ չեն, այսինքն մահացել են տարբեր պատճառներով, բոլորի անունով մենք ունենք մեդալներ, օլիմպիական մեդալներ, որ շնորհում ենք մեր լավագույն մարզիկներին։ Հասկանում եք, դա հարգանք է, դա պատիվ է եւ այս մի հոգի է դուրս մնացել Իգոր Ալեքսանդր Շնորհիկովը, որը որ գիտեք, որ ասում է я русский сын армянского народа, դա իր ասածն է։ Եվ ոնց կարանք մենք չխոնարհվենք այդպիսի մարդկանց առաջ։ Ես գտնում եմ, որ շատ ճիշտ ժամանակին ցելմիշ ուշացած հարցեր են բարձրացնում, բայց ինչ-որ ասում են փողոց չկա, կարծեմ Հրանտ Համազգեստյանի փողոցը, այն փոքր փողոցի հրապարակում, կարելի է ճշտել դա, ու պետք է ուշադիր լինենք, ժողովուրդ ջան, որովհետև տարիները անցնում են, մենք զավակներ ենք թողնելու մեզանից հետո, եւ մենք պետք է լինենք միասնական լինելով միայն կարանք բոլորին ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք կան եւ կլինենք։ Եվ ես երկու ձեռով կողմ եմ, ոչ թե միայն ես, այլ օլիմպիական ողջ կոլեկտիվի մեր կողմից, մեր լավագույն սպորտսմեններից եւ մեր նախագահի անունից եմ ես իրավունք ստացել ներկա լինելով եւ ես իրավունք եմ ասում ձեզ, որ Գագիկ Ծառուկյանը մեզ հետ միասին այո կողմ է, որ մենք բոլոր մարդկանց, որ մեծ հետ կա թողել հայկական սպորտի համար, հայկական կյանքում եւ ընդհանրապես մշակույթում դա կապ չունի ինչ ոլորտը դա հասկանում եք եւ շնորհակալ ենք այն մարդկանցից, հատկապես ձեզանից այսօր, որը հարցը բարձրացնում եք։ Ինձ համար ցավալի է, ոչ թե նստած է Էդվարդ Մարկարովը եւ Սուրեն Բաղդասարյանը, բայց պատասխան են ստանում, որ ֆուտբոլի ֆեդերացիան ասելիք չունի, հասկանում եք, իրենք պետք է առաջերտին ասելիք ունենան, չէ՞ որ նա ֆուտբոլիստ է, կներեք, եկեք պարզ խոսանք, երբ որ դաշտ էին դուրս գալի, բոլորս տափարում էին, կամ երբ որ ռինգ էին բարձրանում, ինքս որս կամ արտիկլերը, ոչ մեկս չեն հայտարարում, այս ինչ կուսակցության անդամ, այս ինչյանը, ասում են, այս ինչյանը Հայաստան, եկեք այդպես այդ կարծիքով էլ մենք շարունակենք մեր աշխատանքը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Գաբրելյան, բոլորս պիտի վերստին արձանագրի, որ դիցուկ նույն Արադ 73-ի բարեկամցի կապված պարոն Ծառուկյան նախաձեռնել է պարոնների արձանի տեղադրումը, նորություն չի իր վերաբերյալ
Եվ Արարատ 73-ի Տիգրան Պետրոսյանի արտահայտի կարևորությունը ինչու՞ն է, որ սովետական 70 տարիների ընթացքում որ ազգային հարցերը որոշակի սահմանափակումների մեջ են գտնվում, այլպես որ այդ հաղթանակները շատ մեծ լիցք տվեցին, որ նպաստեցին, ասենք, մեր 88-ի շարժմանը եւ ազգի համախմբվածությանը եւ ազգային հաղթանակներ ունենալու տեսիքը պարգևեցին Արարատ 73-ը մեզ բոլորիս։ Պարոն Բաղդասարյան, համեցեք ձեզ ենք ուզում տեսել։ Բարև ձեզ։ Ես ամենաուրախն եմ այսպիսի նախաձեռնության համար, որովհետև ես ամենաշատն եմ շփվել Նիկիտա Սիմոնյանի հետ, բացառությամբ Էդվարդ Մարկարովի, որ ինքը կոնկրետ թիմում է եղել, բայց ես էլ եմ թիմում եղել, ես էլ եմ իրենց հետ ճանապարհ անցել, Նիկիտա Սիմոնյանը այնքան հեռատես ազնվորություն է, որ ինքը միշտ ինձ ասում էր, Սուրեն, դու տարեգիր ես, դու ժուրնալիստ ես, դու միևնույն է, տարիներ անց կամ ամեն ինչը մեր ֆուտբոլի մասին ներկայացնելու ես թղթի, գիրք ես գրելու կամ ինչ-որ թերթ ես հրատարակելու և իրոք շատ հեռատես է։ Նիկիտա Սիմոնյանը իր էությամբ ես չգիտեմ, ես վերջերս հաճախ եմ ես ելույթ ունեցել, ովքեր որ նայել են, ասել են, Նիկիտա Սիմոնյանի պես ես մարդու չեմ հանդիպել։ Ես առիթ ունենալով ելույթներ ունենալ նշել եմ, որ իմ կյանքում մարդու իդեալական կերպարը երկու հոգի է։ Դա Նիկիտա Սիմոնյանն է և մեր լեգենդար ռեժիսոր Հենրիկ Մալյանը։ Երկուսի հետ էլ ես բախտ եմ ունեցել մտերիմ լինել, հետաքրքիր հարաբերություններ էին, դա ինձ համար երջանկության պահեր էր, և Նիկիտա Սիմոնյանին համեմատել որևէ մեկի հետ, ես իրեն ամբողջական այսպես կերպարով եմ վերցնում, ու նորից ասեմ, որ նա մարդկային իդեալ է, նա աստվածատուր ազնվորություն է, մեծ ինտելեկտի տեր ազնվորություն է, չհաշված իր փայլուն հաջողությունները միջազգային ասպարեզներում, այն որ Ռուսաստանը այդպիսի կայսրությունը ԽՍՀՄ երբ փլուզվեց, Նիկիտա Սիմոնյանը այդքան տարիներ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է, առաջին հերթին դա ոչ թե նրա նվաճումներն էին, այլ նրա մարդկային կերպարը, նա կապ չունի, թե նա ինչ ազգի ներկայացուցիչ է, նա համաշխարհային այսպես մարդկության ներկայացուցիչ է եւ Նիկիտա Սիմոնյանի այսպիսի նախաձեռնության պարագայում ինչ որ մեկը եթե հակառակը արտահայտի, նա ազգի թշնամի է, ես այս կարծիքին եմ։ Ես երկար տարիներ շփվելով, ելույթ ունենալով, բազմաթիվ անգամ եմ նշել, որ Արարատը վաղուց էր հասունացել չեմպիոն դառնալու, բայց եկել եմ այն եզրակացության, որ եթե Նիկիտա Սիմոնյանը չլներ, Արարատը չեմպիոն չէր դառնա։ Ես կուզեի դրան ավելացնել եւ էլի գրել ու ասել եմ, որ Արարատը չէր կարող չեմպիոն դառնալ, եթե չլներ նաև Էդվարդ Մարկարովը։ Նա եկավ այսպես բոլոր խաղային նվագները իրար հետ կապեց, երևի դուք հաճախ եք լսել, ես ռեպորտաժներում ասել եմ, օրինակ Արմենիայի հաղորդումներ էի վարում, երբ Մեսին աչքի էր ընկնում ինչ-որ մի հնարքով կամ գոլ էր խփում բան, ասում է, որ Մարկարովն էր այդպիսին, բայց հետո ուղղում է, ասում է, ավելի շուտ Մեսին է Մարկարովին նման։ Մարկարովը եկավ կապեց այդ ամեն ինչը։ Եվ Արարատ 73-ի չեմպիոնությունը, ես ասում եմ, քանի որ իրենց հետ գնացել են, բացառիկ է ամբողջ խորհրդային միությունում, ու բազմիցս եմ նշել, որ մեծ գնահատական էր, որ խորհրդային պատմության լավագույն մեկնաբան Նիկոլայ Օզերովը ասել է, խորհրդային միությունում շատ չեմպիոններ են եղել, բայց Արարատը առանձնահատուկ է։ Եվ իրոք Արարատը առանձնահատուկ է, Արարատին համարում են խորհրդային միության բրազիլացիներ։ Եվ այն որ Արարատը չեմպիոն դարձավ, չկարծեք, թե դա հեշտությամբ է եղել, դա պատկերացրեք խորհրդային միության առաջնությունում 73 թվականին հանդես էին գալիս Ուկրաինայի 5 թիմ,
եւ Արարատի գլխավոր մրցակիցը Կիևի Դինամոն էր, որում հանդես էին գալիս խորհրդային միության բացառապես խորհրդային միության ֆուտբոլիստները, այսինքն ես այս վերջը հավաքականի անդամները կներեք, եւ այս վերջը որ ելույթ եմ ունեցել, դա ընդգծել եմ, ու իրենց հետ ես որ գնացել եմ, ես տեսել եմ, թե ինչ դառը ճանապարհ են անցել, ես մի օրինակ կարող եմ բերել, որ մեր տղաները Լվովում խաղացին 73 թվականին, ընդ որում Արարատը միակ խոշոր հաշվով պարտությունը կրեցեց Լվովում, ուրեմն Լվովի ոգևորելու համար, Լվովն էլ վերջին տեղում էր ընթանում, Աշենկով ունեին իրենք, անցյալի հայտնի ֆուտբոլիստներ եւ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, եկել էր անձնադիրներ ուստանովկա տալիս, այսպես ասած, հանձնարարություն էր տալիս, դեր խորհրդային միությունում այնպես էր, ասենք, ես կապեր ունեի, ես գիտեի, ասենք, Կարպատների այդ հանձնարարություն տալու ժամանակ ինչ է եղել, Աշենկով ասել էր, որ Արարատին դուք կարող եք հաղթել միայն ու միայն կոպիտ խաղով։ Եվ այնպես ստացվեց, որ հենց Էդվարդ Մարկարովը տուժեց, 5-րդ րոպեին իրեն տվեցին, գցեցին, հետո այդ խաղը մերոնք պարտվեցին, ու ես մտածում էի, ռեպորտաժը պետք է բարեի, երկրորդ խաղակես, առաջին կեսը 2-0 է, մտածում էի, եթե ես ասեմ, Արարատն առաջի տեղ էր գնում, հավակնում էր չեմպիոնությանը, ամբողջ հանրապետությունը ոտքի կանգնած, Քոչինյանի գլխավորությամբ եւ հանկարծ Արարատը, ասենք, 3-0 տարվում էր Լվովի Կարպատների։ Ես մտածեցի, եթե ես չասեմ իրողությունը, այն ժամանակ էլ խորհրդային միությունում նման բաներ երբեք չէին ասում, ես գիտեի ինչքան էլ որ արդեն հեղինակություն ունեի, ղեկավարներից կային մարդիկ ինձ համակրում էին, մտածում էի, եթե ես ասեմ, կարող էի իմ կարիերան ավարտել, ու ինձ զրկեն եթերից, եւ ես համոզված էի, որ պատժել ունենից այդուհանդերձ ես մտածեցի, որ ես այնպես չեմ անի, որ մեր ժողովուրդը ինֆարկտ ստանա, որովհետեւ իրոք ամբողջ ազգը վերելք է ապրում, ամբողջ ազգը փոքրից մինչև մեծը երկրպագուներ էին դարձել, եւ ես հանկարծ ասեմ, որ Արարատը պարտվում է կամ այդ 3-0, ես ռեպորտաժում ասեցի, որ այսպիսի միջադեպ է եղել, իսկ Լվովում էլ այնպես էր, որ Լվովը ամենաբան քաղաքն էր, առաջին 2-3 շարքերում սահմանապահ զորքերն էին նստում, որովհետև Արևմտյան Ուկրաինան ԽՍՀՄ-ում դրանք չէին էլ հաշտվում, ու այդպես ես եթերում ասեցի, որ ուրեմն նույնիսկ գրել եմ այդ գրությունը, միջի հիմա մնում է իմ արխիվում, գրել եմ, որ խաղը հենց սկզբից ոչ սպորտային բնույթ է ստացել եւ արդեն 5-րդ րոպեին Մարկարովին գետնին են տապալել եւ այլը, ու հետո հաջորդ օրը ես երբ եկա Երևան, ես տեսա, որ ժողովուրդը շատ հանգիստ էր ընդունել Արարատի այդ պարտությունը, իմանալով, թե ինչ է կատարվել, ու պարզվում է, որ իրոք բողոքը շատ մեծ էր այն իմաստով, որ ես սպասում էի, որ ինձ անպայման հրավիրելու են կենտրոն, եւ այդպես էլ եղավ, այն ժամանակ Կարլեն Դալակյան կար, որ է հետագայում կենտրոնի երկրորդ քարտուղար էր, ինձ հրավիրեց կենտրոն ագիտացիայի պրոպագանդայի բաժնի ղեկավարն էր, եւ ինքն էլ ինձ համակրում էր, կանչեց, վերջը, ագին երկար զրույց գնաց, չեմ ուզում երկար խոսել, որովհետեւ ես միշտ ասում եմ իմ ընտանիք խոսելով եմ պահել, չլինի մի խաղ, մի ամբողջակա խաղ կարող եմ ռեպորտաժ վարել, Արարատը որ գավաթակիր դարձավ, ընդմիջմանը այնպես եղավ, որ դե ռադիոյով ես էի հաղորդում, ասեցի հանկարծ չանջատեք ռադիոյով, ես կլրացնեմ, ուզում եմ ասել, շատ լավ հուշ է, ու Դալակյանը ինձ պատմեց, որ Սուրեն, մենք հետևում ենք քո հաղորդումներին, ժամանակ գրաքննություն կար, եւ մենք համոզվել էինք, որ քաղաքականապես դու պատրաստ անձնավորություն ես, բայց այս անգամ դու չափ անցել ես, եւ արդեն մեզ զանգում են երկրպագունները, որ ինչ է, մենք գերիներ ենք, նույնիսկ չեն թողնում, որ 5 թիմերը պայքարում էին Արարատի դեմ, եւ պատկերացրեք ինչ էր կատարվում, մենք վերջին բոլոր հանդիպումները, եթե Արարատը մի հատ սայթակեր չեմպիոն չէր դառնա, որտեղ Կիևի Դինամոն այսպես կպած եկել է, բայց ես շատ շեղվեմ եւ նորից ասեմ, եթե Սիմոնյանը չգար, որովհետեւ Սիմոնյանը
եւ իմ կուրքն էր, եւ հայ ազգի կուրքն էր, եւ արարածիների կուրքն էր։ Թիմը մի ամբողջական բան դարձրեց, որովհետեւ նախորդ մարզիչներն էլ շատ բան տվեցին, ասենք կարգախոսության հարցեր, այդ մաների, եւ ես նշել եմ, որ եկել եմ այն եզրակացության, որ եթե Սիմոնյանը չլներ, ապա հաստատ մենք չեմպիոն չէին դառնա, իր հեղինակությունը, ինչ որտեղ նաև մրցավարներն էին, լավ տրամադրված մեր թիմի դեմ, չնայած ես տեսել եմ այդ անարդարությունները։ Եվ Մարգարովի գալը նպաստեց, որ այդպես լինի։ Ես շատ չերկարաձգեմ, չխոսեմ Սիմոնյանի մասին, ես վերջերս, եթե ուզում եք բանանել, ես վերջերս ես հայկական ռադիոին եմ տվել, սպորտ քաստին, անկաշկանդ զրույց եւ այլ բազմաթիվ անգամ բազմաթիվ բաներում անընդհատ ինձ հրավիրել են, ներկայացրել եմ Նիկիտա Սիմոնյանին եւ բոլոր գերադրական գնահատականների արժանի է Նիկիտա Սիմոնյանը։ Հրաշք ազնվորություն։ Եվ եթե մեկը համարձակվի ասի, որ ես եմ վկա, ես եմ իր հետ ավելի շատ ճանապարհ գնացել, շփվել, դրա համար ես մի քանի օրվա ընթացքում ավելի շատ ինձ էին հրավիրում եւ ես երջանիկ եմ, որ ասենք պարոն Սողոմոնյանը կազմակերպեց Արարատ 73-ի հետ մենք գնացինք Նիկիտա Սիմոնյանի 99-ամյակին եւ դա մեզ համար երջանկության օրեր էր, այդ լավ օրերը հիշեցինք եւ ես շատ եմ ափսոսանք ապրում, մենք բոլորս երազում ենք, որ Նիկիտա Սիմոնյանը կձգի մինչեւ 100 տարի մենք ներկա կլինենք նաեւ նրա 100-ամյակին։ Այնպես որ եթե որևէ մեկը դեմ է կանգնում, ես պայքարելու եմ, միշտ պայքարում եմ։ 19 թվականին, որ այդ ֆեդերացիայի ընտրությունները եղան, ես միայնակ մեջտեղ էի ընկել, որովհետև լավ գիտեի ֆեդերացիայի այդ երկու ղեկավարներին եւ բազմաթիվ անգամ եմ ասել, իմ հեղինակությունը թույլ է տալիս, որ եթե չպայքարեմ արդարության համար, որևէ մեկը չի կարող, որովհետև ես տեսնում եմ այստեղ մեկնաբանները, տաղանդավոր մեկնաբաններ կան, բայց իրենք, այսպես ասած, կալպակի տակ են, ինչպես ասում են, ժողովուրդն է ասում։ Եթե մի ինչ-որ բան ասել, ու կարող է դա իրենց կարիերայի վրա ազդել, բայց ես կարող եմ ասել, ու ես էլ ձեզ կպաշտպանեմ, ինչ-որ պետք է, բացեիմաց կասեմ, ով որ դեմ է, կնշեմ այդ մարդկանց անունները, կխայտարակեմ դրանց, մեղքը ձեզ վրա չէի ընկնի, ինձ վրա կընկնի, նույն ֆեդերացիան, ես վերջերս ես պայքարում էի դրանց դեմ, որևէ մեկը չկարծի, թե ես անձնական խնդիրներ ունեմ դրանց դեմ։ Մեղքի խնդիր չկա, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալություն ձեզ։ Ես ասեմ, որ ուղղակի ու նաև եթերում եմ ասել, այդ երկու հոգին նշանակվել եմ, չեն ընտրվել։ 3-4 օրը իրենք համաժողով էր, բանը ուրեմն Մելիք Բեկյանը հիվանդ է, լուրջ հիվանդ է, Աստված իրեն առողջություն տա, երիտասարդ է, Նիկողոսյանն էր խոսում եւ այսպես ասած քամի էր անում ու սվաղում էր, որ մեր ֆուտբոլում ամեն ինչ լավ է։ Աստված տա, որ լավ լինի, ես ուղղակի ցավում եմ, որ 73-ի ներկայում եղել է հաջողություններից հետո, փաստորեն մեր ազգի համար այդ հաղթանակն է մնացել, Պետրոսյանի հաղթանակն է մնացել, քաղաքական հաղթանակները ջնջվել են։ Եվ Սիմոնյանի մասին, եթե որևէ մեկը մի բան կասի, ես պայքարելու եմ դրա դեմ։ Եվ ես ողջունում եմ ձեր այդ առաքելությունը, դուք շատ մեծ գործ եք անում, եւ ես ամբողջովին ձեզ հետ եմ, ու կարծում եմ ամբողջ ազգն է ձեզ հետ, եթե որևէ մեկը հանկարծ կամենի ասի, որ չպետք է լինի, որովհետև Սիմոնյանին չի կարելի համեմատել որևէ մեկի հետ, անկեղծորեն եմ ասում։ Ես բոլորին էլ հարգում եմ, բոլորի հետ եմ մոտ եմ եղել, բոլոր օլիմպիական չեմպիոններին գիտեմ եւ այլն, որ չկա, թող հոգիները լուսավորվի, բոլորն էլ արժանի են եղել, որ մեծարեն, փողոցներ անմանակոչեն, բայց իմ կարծիքով Նիկիտա Սիմոնյանը առաջին հերթին արժանի է այդ պատվին։ Չմնաց։ Պարտորոսյան։ Դա շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն այս քննարկումը կազմակերպելու համար։ Մեր հյուրերին շատ մեծ շնորհակալություն, որ այցելեցիք եւ ձեր կարծիքը ներկայացրեցիք, շատ կարևոր է։
միանշանակ է, որ պարոն Սիմոնյանը նավաճար է խազմարդել և նաև բոլորի կողմից սիրված և նաև այսպես ասենք առողջ ապրելակերպի ջատագով, օրինակ և ամբողջ իր կյանքում իր դրական լիցքերով և աշխատանքով հետևականությամբ ցույց է տալի միայն դրականը երիտասարդ սերունդներին, որոնք որ իրեն տեսնելով նաև շատերը հենց հատկայել սպորտում և սպորտից դուրս դաստիարակվել են։ Ես ուղղակի չգիտեմ այսօր դրա մասին խոսելը ես շատ ներողություն խնդրում նշանալու համար։ Խոսելը թե չէ, հենց հիմա ուրեմն հայազգի Ռուսաստանում գործող ամենաազդեցիկ և այսպես ասեմ նվիրյալ և իրար շատ ազդեցիկ կինոյի ոլորտում Ռուսաստանում այդ մարդիկ հավաքվել են և անցյալ տարի նկարահանվել է «Զալատոյ դուբլь» ֆիլմ, որը որ նոյեմբերի վերջին Ռուսաստանում և կարծում հուսամ այստեղ էլ դուրս կգա էկրաններին և այս ֆիլմը նվիրված է Նիկիտա Սիմոնյանին և Արարատ Պետրոսյանի հաղթանակին, որքան որ ես տեղեկացված եմ, որ կգամ անպայման դիտել, կարծում որ շատ լավ է տրեյլերը դուրս է եկել և դա էլ այդ հանրայնացման այդ մարդու կյանքի և իր ներդրման առումով ուրեմն կարևոր մի միջոց է։ Ուստի միանշանակ կարծում եմ, որ անհրաժեշտ է այն նախաձեռնությունը կյանքի կոչել, որը որ այսօր ներկայացնում ենք և իրոք այո պետք է պատվենք Նիկիտա Սիմոնյանին և շնորհակալություն այս ամենը նախաձեռնելու համար։ Ձեզ շնորհակալություն, պարոն Հակոբյան, համեցեք։ Բարև ձեզ, ճիշտ ասած 3 տարի է ես շենքում գալիս ենք աշխատանքի, հավաքանում իսկ առաջի անգամն էր, որ սենց արգաշանուրեր ենք տեսնում, որ հաճելի մոտնոլորտան, վրա համար մեզ պատիվ է ձեզ տեսնելը, ձեզ օրը կիսելը, շատ ավելի ուրախ կլինենք, եթե մնացած լեգենդների ազդեցությունը ավելի լավ լիներ, մարդիկ ողջ լինեն, մենք այն ծայրում ստենք, ուղղակի զարմացած երեխաների պես նայենք ձեզ և ուղղակի ուրախանայինք, որ ձեր կողքը մենք մեզ անցած մեր տարիքից երեխա ենք զգում։ Աշխատանքային, քաղաքական առումով կասեմ, որ տվյալ նախագիծը Հայաստանը նաև բերում է ճիշտ մշակույթ առայն, որ փողոցները պետք է անվանակոչվեն նաև լոկացիոն առումով իմաստուն են, այսինքն մինչ այս եղել են տարբեր առաջարկներ այլ անունների վերաբերյալ, օրինակ Աշոտ Խուլյան, այդ ժամանակ Հայաստան խմբակցությունը առաջարկեց, որ դա անվանական կլինի, Եղեգուրի մոտ օրինակ լինի, որովհետև պետք է կապ ունենա պատերազմի հերոսը լոկացիոն առումով ճիշտ տեղում պետք է լինի։ Հիմա այս դեպքում կրկին լեգենդար կարծում եմ հայկական պատմության լավագույն ֆուտբոլիստը պետք է հենց լոկացիոն առումով կրկին գտնվի մարզադաշտի կողքը, որ մարդիկ ովքեր գնում են օրինակ երեխաները, ովքեր որ սովետական ֆուտբոլիստը եղած չեն, որ գնում են ֆուտբոլ պարապելու, այդ փողոցով գնալու են, արդեն իմանալու են դերսում փողոցն է, ու հենց այդպես մենք նոր սերունդը դասիրակենք այնպես, որ մեր անցյալը չմոռանանք։ Ցավոք սրտի այսօր ապրում ենք այնպիսի Հայաստանում, որ նման լեգենդների ներկայությունը որևէ ասելիք չի առաջացրել ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, իրանք երևի ավելի կարևոր գործեր ունեն անելու։ Վստահ եմ, խնդիրը գալիս է նրանից, որտեղ ֆուտբոլի թեմանացած բնակավարներում մենք այսօր չունենք մարդկանց իրենց տեղերում, կան անհամապատասխան պաշտոնյաներ իրենց կարևոր պաշտոններին, և նաև հաշվի առնելով պարոն Սիմոնյանի դերը և արգանքը Ռուսաստանի Դաշնությունում, կարծում եմ, եթե նա ողջուներ, գուցե նրա մուտքը Հայաստանի վստահեն։ Դրա համար վերադառնալով հաջողի մասին, մեզ համար շատ մեծ պատիվ է ձեզ տեսնել, ձեզ ճանաչել, ձեր մասին շատ ենք տեսել, բայց երբեք չենք տեսել, պարոն Բաղդասարյան, ես որ ասեմ ֆուտբոլի խորը ֆանատ եմ չէ, բայց փուչու ժամանակվանից բոլորը ձեր ձայնը լսել են, կրկին շնորհակալություն, որ եկել եք, ձեզ հաջողություն ենք մաղթում, միշտ լավ եղեք, դուք մեր հպարտություն եք, որովե սերունդ, որովե ազգ չի կարող բարձրավաճել և զարգանել, եթե ուրանա իրանից է, մենք ուժեղ ենք մեր անցյալով, մենք պետք է մեր տարիքով մեծերի հեղինակությունը համարգենք, համ նույնիսկ հովազդենք, որպեսզի նոր սերունդները ևս դες չեն նշեն։ Շնորհակալություն։ Այլ արտահայտողներ եթե կան, պարոն Դարալյան, դրոք ամենակցություն հնարավորինս հարկի, որտեղ պարոն Դարալյանն է ստացվում։ Ես պետք է գնամ այո բարգեւական, այդ մի խոսք ունեմ եթե Եթե դեռ չի պարոն Դարալյանը կարճ բան ասի դրա այլ միջոցառման, մենք շարունակենք ավելի սերտ գրաֆիկով։
շնորհակալություն, իմ խնդրանքս, դեպի ինչ կան, որ մենք ուզում ենք օրենքական կոմիտեն, նախաձեռնողների ծախսերն ենք դիմենք քաղաքային այս ղեկավարներին, որտեղ հայկացնեն Երևան քաղաքում մեր բոլոր անվանի մարզիկների համար լինի ռուսերեն դակոչում արի չեմպիոնը։ Հասկանում եք, որ դա մնա պատմության մեջ, որ դուք եք ասում, այո, որ բոլոր մեր զավակները անցնելու խոնարհվեն, այսինքն հասնենք դրա կանենք կանք։ Քանի մենք դեռ չենք գնացել են աշխարհ, ես պայքարել եմ ճեպտյանքից վերջ։ Սա առաջինը, երկրորդը ինչ եմ խնդրելու ձեզ հավաքաններին, խորհրդի կարիք ունենք ես։ Ես ձեր այդ մասնագիտությունը այդքան չեմ խորացել, լինելով մարզաշխարհի մասնագետ, այսօր մի որոշումով մեր կողքի երկրի ղեկավարը բոլոր են անվանի անուն ունեցող հայկական գյուղերի անունը փոխել են Ադրբեջանական անուններ դրել։ Բայց մինչև այսօր թե Փարավանամանի շրջանում կա Գյուլաքարակ գյուղը, որտեղ ծնվել է անրահայտ Հրանտ Շահինյանը, հայրենական պատերազմի հաշմանդամ, հերոս, եւ այդ գյուղը մինչև հիմա Գյուլաքարակ է։ Ես ուտում եմ այդպիսի մաներ, մենք պետք է ձեր կողմից, ձեր օգնությամբ ուղղակի դա բոլորը պետք է վերացվի։ Մենք ունենք հայկական լավ գեղեցիկ անուններ, հիշում եք, երիտասարդ տեքստատերը ժամանակին Ծաղկաձորը կոչում էր այլ էլի իրանց ադրբեջանակով անունով, հասկանում եք, դրանք փոխեցինք, վատա որ Ծաղկաձորը լավ է, ուրեմն գյուղն էլ փոխենք, ես ձեզ ուղղակի խնդրում եմ, եթե այդ հարցը մենք բարձրացնենք, օգնեք, որ կարողանանք հասնենք մեր նպատակին։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն, պարոն Գաբրելյան, առնվազն չեմպիոնների ծառայով հետ կապված 26 թվականին մենք կաշխատենք միասին, գործենք միսու այլ համոդել, այդ պրոցեսը առաջ տանել եւ Կրեք, էլի, հետաքրքիր բան ասեմ, կարճ, հետաքրքրոսեմ։ Նախ հովանավորության առումով ես էլ եմ պատահած կամ մարդիկ, որ ամեն ինչով կարող են օգնել եւ որևէ խնդիր չի լինի։ Եվ մի հատ հետաքրքիր բան պատմեմ, բանը Մարգարոտ կողքս նստած է, երբ Արարատ եկավ, 71 թվին եկավ, 2 տարի Բաքու չի եկել, որտեղ գիտեր ինքը ինտերվյուց պարզապես թե ոնց է եկել, շատերը գիտեն, ես էլ եմ գրել, ու որ վախենում էին հետևանքներից եւ այլն, 73-ին առաջին անգամ եկավ, Սիմոնյաններ մարզիչ էր, գավաթի խաղ էր, չգիտեմ հետևանքները չի հիշում թե չէ, ինքն էլ մեկնարկային կազմներ։ Նախորդին, ուրեմն, այդ իրենց մարզադաշտի տրիբունալները նախախաղային մարզման ժամանակ Մարգարոյի պատճառով լեփլեցում էին։ Եվ Սիմոնյանը առաջադրանք տալու ժամանակ ասեց Էդվարդ Արտյոմովիչ, բարվածությունը շատ մեծ է, միգուցե դու չխաղաս, ինքն էլ ասեց չէ, ես պետք է խաղամ։ Ուրեմն ինքը խաղաց ևս մի հետաքրքիր բան, իրենց հաղորդավարական խցիկը այդ ստադիոնի արևմտյան տրիբունայինը, որտեղ կառավարության անդամներն են, ես որոնց միջմանը դուրս էի գալիս են Թովֆիկ Բահրամ, Օկարբան, հայտնի մրցավարական, իրենք էլ բոլոր հետ դեպքերում իրար հետ կապ ունեինք, ու կարծիքներ էին փոխանակում, խոսում էին կառավարության անդամները, իրենց հետաքրքրում էր Մարգարոյի խաղը, ասում են Մարգարոյը դիտավորյալ չի խաղում բոլոր դեպքերում Նեչին առաջին կեսում ինքը շատ պասիվ էր, բայց դա տակտիկական քայլ էր։ Հետո շատ չի երկարացրկեմ, երկրորդ կեսը սկսվեց, ձախ կողմից փոխանցում, Էզիկի մեկնարկային շատ բարձր արագություն ուներ, փոխվեց ու այդ կրամարենկոներ դատպասապահի հիշում եմ, շրջանցեց, հանգիստ շրջվեց, կրնկով գոլ խփեց, պատմական գոլ էր։ Եվ 1-0 հաշվով հաղթեցին, գոլը խփեց Էդվարդ Մարգարոյը։ Բրավո, շատ տպավորիչ էր, պարոն Բաղդասարյան, եւ նաեւ այդտեղ ոչ շեշտում է հասարակ չեմպիոն։ Պետք է շնորհանալ 74 թվականին էր Մյունխենի Բավարիայի Երևանում մեր հաղթանակը, այդ Բավարիան այդ տարիներին փաստորեն Գերմանիայի հավաքականն էր, որը նաեւ աշխարհի չեմպիոնն էր։ Այսինքն շատ համադրելի աշխարհի չեմպիոն է թիմ էր Արարատը, որը փաստացի հաղթեց Երևանում եւ անգամ Ֆրանց Բեկենբաուրը չկարողացավ Արարատի դարպասը գրավել։ Պարոն Գաբրելյան, խնդրում եմ նաեւ դուք հակիրճ արտահայտեք, շնորհակալություն։ Շնորհակալություն
շնորհակալություն ձեզ, որ այսօր այստեղ եք մեր հետ եք։ Դուք եք արդեն լեգենդար մարդիկ եք մեր համար ու ձեր ներկայությունը եւ շատ ցանկալի կներ նաեւ թիմից մնացածներ ողջ առողջ լինեն եւ ներկա լինեին, ավարել 73-ի մասին խոսքը նաեւ, եւ նաեւ ֆորմալացիան ներկայացնեն։ Ափսոս որ այսօրվա ֆուտբոլը շատ հեռու է թե 70-ականների ֆուտբոլից, թե 80-ականների ֆուտբոլից, այսօր մենք պարաշտություն ունենք 70-80-ականների արարքի մոտիկ խաղացող ինչ-որ մի հատ թիմ։ Ունենք այսօր մի հատ թիմ, ով անցել է պայքարելով, բայց խաղացողների մեծ մասը հայեր չեն, շատ ափսոսում եմ։ Չունենք համապատասխանի եթե մարզիչ, ով Տիտոսյանի գոնե նրա կեսի չափ կմազել թիմերը, որ կանցնեին Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները, շատ ափսոսում եմ։ Բայց էլի հուսով եմ, որ կգա ժամանակը ու կունենանք այն մեր երազած, մեր մտածած թիմը, որ կարողանա հավաքել թիմերը եւ հասնել Եվրոպա եւ աշխարհի խաղեր։ Հիմա ինչ վերաբերում է նախագծի հետ կապված, շատ լավ նախագիծ ենք հանձնարարել, պարոն Սուքասյան, հուսով եմ այսօրվա իշխանությունների բացակայությունը, թե ֆուտբոլի ֆեդերացիայի, թե նախարարություններից, որ պետք է ներկա լինեն, իրենց բացակայությունը չի խոչընդոտի նախագծի ընթացքին, չեն խոչընդոտի հենց իրենք, եւ նախագիծը սաղ ընթացք ունենա, նախագիծը դրա կհասնի հավաքանի եւ հավաքանունով իմ կարծիքով պետք է 65 հոգիներ կողքրակեն այս որոշմանը, այս նախագծի, որովհետեւ շատ կարեւոր որոշում է։ Հուսով եմ չի կասեցվի, ինչի համար է այսպես ասում հուսով եմ, որովհետև մտավախություններ կան, այս իշխանությունները ուժերներին չեն սիրում, հերոսներին չեն սիրում, հաղթողներին չեն սիրում, հենց այնպես չեմ ասում։ Փորձ ունենք, ես անցած տարի 24 թվականին որոշման նախագծով հանդես եկա Երևանի փողոցներից մեկ անվանակոչել Քրիստոֆոր Իվանյանի գեներալ Արցախի հերոս գեներալ Քրիստոֆոր Իվանյանի անունով մերժվեց, ավականան նիստում մերժեցին։ Հիմա հուսով եմ, որ այս նախագիծը չի մերժվի, այս նախագիծը կգա կհասնի հավաքանի ու բոլորի կողմից կընդունվի, կանցնի եւ առաջիկայում մենք ունենանք Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց։ Նիկիտա Սիմոնյանը արժանի է եւ ոչ միայն փողոց ունենալու իր անունով, այլ նաեւ մարզադաշտ ունենալու իր անունով, մարզասրահ ունենալ իր անունով, այնպես որ արժանի մարդու անունով ենք որոշել անենք, պարոն Սուքասյան, մեր գործին բարի ընթացք, մեր գործին հաղթանակ, մեր գործին հաջողություն։ Ձեզ շնորհակալություն, որ ներկա եք գտնում այսօր մեր հետ քննարկմանը, նորից շնորհակալություն։ Մենք էլ շնորհակալություն։ Պարոն Արտազարյան, կարող եք բառ ասել։ Միացեք։ Եթե կարելի է, ներողություն ամուշացման համար, հաղթիշներ կանեմ, Մամեդ Արտազարյան, ես արվելագիտեմ անասիրական գիտությունների դասավանդության նաև ստանալական համասան, զբաղվում եմ նաև կինոգործիչների ասոցիացիայի կինոքննադատների անդամ եմ, զբաղվում եմ նաև մշակութային պահպանության հարցերով, նաև նման ինքս նախաձեռնություն մասնավորների անհրաժեշտ դրանից հոգի հարազատ է եւ կարծում եմ շատ կարևոր նախաձեռնություն է եւ ֆուտբոլի մասին չի ինչպես ասեց, պարոնից մեկը, այսինքն ես այդքսը չլինելով ֆուտբոլի այնպես մեծ ֆանատ, անմամեյանին շատ կարևորում եմ հաղթանակի խորհրդանիշ մարդկանց մեծանում այս եղանակով եւ հուսով եմ նախագիծը հաջողություն կունենա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այն ասելիք ունեցողներ կան։ Արամյան։ Դե ամուսնություն մի առ։ Իրավանը ամենակարևորը մեծերին ճանաչելն է հենց քաղաքի միջավայրը, որովհետև շատ էական է, թե ոչ թե մենք նրանց ինչպես ենք առանձին պատմում կամ այդ ոլորտի գործիչներին նույն ոլորտում կրթություն ստացող երեխաներին փոխանցում, բայց ինչպիսի տեղ ունեն նրանք անմիջապես այն միջավայրում, որում մենք ամեն օր ապրում ենք եւ մեր կենսագործունեության մեծ մասն է։ Այդ ինչի է կարևոր հենց հանրային քննարկումների միջոցով նախագծերը բարձրացնելը եւ ես անդամ շատ բարձ եմ գնահատում եւ մեր գործընկերները այդ պատճառով այստեղ ներկային, որովհետեւ այսպիսի նախաձեռնությունները ցույց են տալիս այն դիմանկիցը, որին մեր մայրաքաղաքն իրականում արժանի է եւ հուսով եմ, որ այդքան էլ հավատ չունենալով վաղվա օրվա եւ այսպիսի նախաձեռնությունների հաջողության նկատմամբ այնուամենայնիվ հույս ունենանք, որ կհաջողեք եւ մենք բոլորս ձեզ ներկայացնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորին։ Ողջունում ենք բոլորի ներկայությունը։ Կարծում եմ, որ այստեղ տարակարծություն չկա եւ միաձայն հավանության արժանացած նախագիծը համապատասխան
հաստատավորում ենք կազմենք, հենց այսօր ուղարկենք Արտադրության նախարարություն փորձագիտության եւ հնարավորինս օպերատիվ ընթացք տան, որպեսզի մաքսիմալ շուտ այս նախագիծը մտնի ավականու նիստի օրակարգ։ Մենք շատ կարող ենք համարել, որ միշտ մենք կարողանանք տարին ամփոփել մաժոր մտայի վրա եւ մեր անցած տարվա, անցնող տարվա գործունեության մեջ տարին ամփոփենք հարգանքի դուրքով, մեծարանքով, հետահայացով, ինքնաշարժողությամբ։ Այդ առումով մենք շատ գոհ ենք, շատ ուրախ ենք եւ բոլորից հրավիրում ենք մեր խմբակցությանը սենյակ։ Շնորհակալություն։